Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն ենք հայտնում այս շոկ եղանակին մեր օրդորին արձագանքելու համար։ Ինչպես նշեց իմ գործընկերը Մանուկ Սուքիասյանը, խնդիրը շատ պարզ է։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց ինքը մտցրեց այս անտագոնիզմի, անհանդուրժողականության, փողոցային բառամթերքի մշակույթը եւ անդադ իրադարձությունները տարավ էսկալացիայի մակարդակով, դեպի էսկալացիա։ Ընտրությունների գիշերը արդեն բոլորիս համար ակնհայտ էր, որ գործ ունենք իշխանության ուզուրպացիայի փորձի հետ, որովհետև եթե երկրի փաստացի ղեկավարը ժամը 2-ին եւ դեռ մեծ տեղամասերից որևէ մեկում քվեարկության արդյունքները ամփոփված չեն, հայտարարում է, որ ինքը հաղթել է, ինքը կարող է միայն կառավարություն ձևավորել, սա այլ բացատրություն չունի, քան պատվեր իշխանության բոլոր մարմիններին ճիշտ թվեր նկարելու վերաբերյալ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ։ Սովորաբար իրական մրցակցային պայքարում հաղթող ղեկավարները հետընտրական իրենց ասուլիսներում հաշտության կոչ են անում, փորձում են հաշտեցնել հասարակության տարբեր շերտերին, անդադ շեշտում են, որ իրենք ոչ միայն իրենց ընտրողների, այլ նաև ամբողջ ժողովրդի ղեկավարն են։ Նիկոլ Փաշինյանը գնաց միանգամայն հակառակ տրամաբանությամբ։ Հենց առաջին հետընտրական ասուլիսում նա թիրախավորեց ընդդիմադիր առանցքային 3 առաջնորդներին սպառնալով նրանց նստեցնել։ Դա նշանակում է շատ պարզ մի բան։ Ինքը շատ լավ գիտակցում է, որ ինքը եւ իր թիմը այս ընտրություններում հաղթանակ չեն տարել։ Այո։ Հետևաբար մենք պետք է օգնենք, որպեսզի այս իբրև թե հաղթած, բայց պարտված ու լուզեր իշխանությունը օր առաջ հեռանա։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, երեք ինձ համար, որպես փորձառու քաղաքական գործիչ, պարզ էր, որ մենք ականատեսն ենք լինելու հերթական բաղալությանը։ Երբ որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը բրիֆինգում էլի ցինիկ արտահայտություններ արեց Գագիկ Ծառուկյանի հասցեին, հետո հանդիպություն ունեցավ խոսել ընդդիմադիր գարշահոտության մասին, որը պիտի հայտնվի ազգային ժողովում, արդեն ինձ համար պարզ էր ինչ է լինելու։ Ուրեմն երկրի ղեկավարը այնքան արտահայտություն ունենա, որ 550,000 մարդու, իսկ այդպիսին է ըստ պաշտոնական տվյալների ընդդիմության առանցքային ուժերի ձայները, այս կերպ վիրավորի, դա չտեսնված եւ չլսված բան է ամբողջ ժողովրդավար աշխարհի համար։ Եվ այն երեկոյան մի աշխարհարությամբ կհեն չեղարկում է կամ անվավել է ճանաչում հենց այն երկու տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն պատկառելի ձայներ է ստացել։ Եթե կհեն գնար բոլոր ընտրակեղծիքները վերացնելու ճանապարհով, մենք միայն կողջունենք։ Եթե կհեն ընտրությունների արդյունքները անվավել ճանաչելուց հետո կրկնակի քվեարկություն նշանակել, դարձյալ մենք կողջունենք։ Բայց միտումը շատ պարզ է ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից, որովհետև միայն այդ կերպ է, որ Փաշինյանը հնարավորություն է ստանում 3/5 ունենալ խորհրդարանում եւ ընդունել սահմանադրական օրենքներ։